Ուշադրություն, սերիալի ամբողջական դրվագների ներբեռնումը, տարածումը կամ այլ հարթակներում տեղադրումը արգելվում է օրենքով եւ առաջացնում է իրավական պատասխանատվություն։ Բացառություն են կազմում մինչեւ 5 րոպե տևողությամբ պրոմոնյութերը, որոնց տարածումը խրախուսվում եւ թույլատրվում է միայն սերիայի եթեր գնալուց հետո։ Դավիթ, ես Շաքեին եմ սպասում։ Շաքեն չի գալու։ Բարձա, քչպիտի սենց բանաներ։ Ես եմ իրան խնդրել։ Ինք ուղղակին զուզեց օգնի։ Օգնի։ Ինչու՞։ Սյուզի խոսելու բան կա։ Սենց ինչքան պետք է շարունակվի։ Չեմ հասկանում, սենց պետքա խոսանք։ Ես ու դու իրար ամեն օր դպրոցում տեսնում ենք։ Ինչն է խանգարում։ Ինչը չէ։ Ով։ Ինչ ես անում, տուր ստեղ։ Դավիթ։ Լսի մի հատ կարաս հանգստանաս։ Լսի ես տենց ահավոր մարդ եմ, որ չես կարող դժե 20 րոպե լսես ինձ։ Դու ինքդ չգիտես ինչ մարդ ես։ Ես գիտեմ, բայց ուզում դու ավելի շատ իմանաս, քան մյուսները։ Իմաստ է, ինչա փոխելու։ Շատ բան է փոխելու։ Կարող է հասկանաս, որ ես տենց վատը չեմ։ Քո արարքները քո փոխարեն խոսում են, Դավիթ։ Դու նեղացնում ես քեզանից թույլերին, այն մարդկանց, որ քեզ հետ չեն կարա պատասխանել, իսկ ով որ ռիսկ անում ու պատասխանում է, միանգամից կռիվ ես սարքում։ Կարող է նրանից է, որ ոչ մեկ չի հասկանում ինձ։ Իսկ կարող է նրանից է, որ դա քեզ ուղղակի դուր է գալիս։ Սյուզի, ինձ դու ես դուր գալիս։ Ես ուզում եմ ամեն ինչ փոխեմ։ Ինձ խաբելով ստեղ կանչելը ամենավատ որոշումն էր։ Սյուզի, գոնե մի շանս տու։ Գոնե մի քիչ հնարավորություն տու հետդ շփվելու։ Դավիթ, ախր դու հնարավորությանը չես սպասում։ Դու նախընտրում ես այս տարբերակը ու անտեսում ես իմ զգացմունքներն ու իմ կարծիքը։ Տուր։ Ալո։ Ալո, բրթով, ինչ կա Սյուզինը տեղա։ Սյուզին։ Չէ, դուրս եկավ Շաքեն զանգեց։ Շաքեն։ Հա, ինչ որ գիրք պետք է տա Շաքեին։ Մենակ է գնացել չեք ճանապարհ է։ Դե հա կար, ասեց մոտ է տունը, ինչ պետք է լինի։ Զանգելա ինչ չեմ լսել, հիմա զանգում եմ չի պատասխանում։ Երևի քնած է, դե արդեն ուշ է։ Այդ մենք ենք, որ աննպատակ թրև ենք գալիս։ Չգիտեմ, վրթով անհանգստացա։ Հանգստացնողներդ խմի պարկի կար։ Կար հանգիստ տեղի, ամեն ինչ նորմալ է։ Լավ։ Բան չի եղել, չէ՞։ Դե ինչ պետք է լինի։ Ժողովուրդ արդեն ուշ է, ցրվենք տներով էլի։ Անգել եմ ձեր խերքին քնից ռեժիմը լրիվ խախտել եմ։ Բարի գիշեր։ Կար։ Ինչի՞ չես պարկում տղես։ Հեսա կպարկեմ, մամ, դու հանգիստ գնա։ Կար, դպրոցում ամեն ինչ նորմալ է։ Դավիթի հետ։ Հա, մամ, նորմալ է։ Էլ вообще չենք կռվում։ Լավ տղես, դե երկար չմնաս, գնա շուտ պարկի, լավ։ Հեսա խոսամ գնամ պարկեմ, մամ։ Լավ։ Սյուզ, ինչ կա զանգել էիր։ Ոնց ես։
Հա, չէի տեսել։ Լավ է սա։ Հաստատ ամեն ինչ նորմալ է։ Լավ։ Սյուզի։ Սյուզ, կներես էլի, Դավիթ ուղղակի շատ խնդրեց։ Շաքե, ես քեզ այն sense բան չի սպասում։ Սյուզ, կներես էլի, ուղղակի շատ ա տանջվում։ Ես մտածեցի, որ դուք խոսակ, դու կբացատրես իրան, ինքը կհասկանա ու վերջ։ Ես երեք գնացել էի ու քեզ էի սպասում։ Քեզ։ Պատկերացրա ինչքան վախեցա, հենց Դավիթին տեսա։ Ու հերիք չի որ Դավիթին տեսա, մի հատ էլ հեռախոսը ձեռքից խլեց։ Ինչ արեց։ Գժվել ա լրիվ։ Լավ, Շաքե, իսկ չէիր մտածում, որ ես ուղղակի չեմ ուզում իր հետ այդ թեմայով խոսամ, որ դա ինձ ուղղակի պետք չի։ Սյուզի իրան ա պետք։ Լավ, եթե իրան էլ պետք, թող գար դպրոցում նորմալ հետս խոսար։ Ու ընդհանրապես, Շաքե, դու ոնց կարայիր սենց բան անել։ Աղջիկ լինելով մի հատ քեզ իմ տեղը դիր։ Սյուզ կներես էլի, ախր նենց ես խոսում ոնց որ անծանոթի ես տեսել։ Մեր Դավոնը էլի, ես մտածեցի, որ դուք կխոսակ կհասկանաք իրար։ Շաքե, մյուս անգամ չփորձվես սենց իմ կյանքին խառնվես։ Մարթա, մոտը ծնող է եկել։ Ծնող? Ում ծնողը։ Բելայի, քո դասղեկականից։ Բայց Բելայի մաման ինչի է եկել։ Ինչ որ բան է եղել։ Մաման չի, պապան է եկել։ В общем, ավելի վատ ստացվեց։ Դավո աղջկան խափելով չեն ժամադրում։ Էդ ինչ ես արել դու։ Որից անձամբ կանչեի չէր գալու։ Մանավանդ եթե գիտես որ չէր գալու, ինչի համար ես տենց բան արել։ Մեկը գալու էր տենար, որ դու ես ու կռվեր հետդ։ Լսի կարաս գոնը մեկ մխիթարախ բաներ ասես ինձ։ Ասես որ տղամարդավարի իրավիճակը ձեռս եմ վերցրել։ Ախր շատ սխալ տեղն ես իրավիճակը ձեռդ վերցրել։ Ասում ես ինչ ես ասել որ գա հանդիպմանը։ Ես չեմ ասել։ Դե Շաքին խնդրեցի զանգես կանչեց։ Հալավ ինչ։ Շաքեին ինչ ես խառնել։ Դե ընկերուհին է էլի։ Ու ինքն էլ համաձայնվել է, հա։ Ախպեր դե որ իրոք շատ խնդրեցի։ Խղճի վրա ազդեցի մի քիչ ինքն էլ զանգես կանչեց։ Ինքը մեղավոր չի։ Շաքին մյուս անգամ չես խառնում սենց պատմությունների մեջ։ Լավ, լավ։ Այս Բելայի հերը չէր։ Հայր ինքն էր։ Հա, ինքն էր։ Տենաս ինչի է եկել։ Վիկա, դու ստեղ, քոնն որ վերցրել ես։ Իա, լավ չի չէ, բադի որ ինքս մեր դեպքերը վերցրել էիր, դե չեմ տալու։ Ասում դու ստեղ։ Չեմ տալու, չեմ տալու։ Դա հոգումն է, չէ։ Դե բան, չեմ տալու։ Արի ստեղ։ Ինչ ա եղել։ Հեչ, ուղղակի վրեժ եմ լուծում։ Քիմիայի գրքի վրեժ։ Պարապ ամնացել Վիկա։ Մեծ մարդ։ Իա, ով է խոսա Դավո։ Վիկա դու ուրիշ բան ասա։ Բելայի պապան աստեղ։ Չգիտես ինչին։ Չէ, չգիտեմ։ Իսկ կարաս իմանաս։
Լավ էլ գիտի, նոր այս այդ քչփչում էր։ Ի, համեր դու ես ասել շատ բան իմանամ, քիչ խոսամ, դրա համար էլ քիչ եմ խոսում։ Վիկա, Բայ լավ։ Դե այսինքն շատ բան չգիտեր։ Մենակ ասել է, որ Ստեփանյանի հետ կարևոր բան պետքա խոսար։ Համել այսօր դասի չի գալու Բելան։ Դե լավ ինչ ես խառնում իրար, մեկը կարևոր գրավոր չունենք։ Դե գնա չի տալու։ ինչ չի թվում ոչ որ անհանգստանալու բան կա։ Դե երեկվանից հետո շատ տանտրամադիր էր։ Երեկոն էլ զանգեցի նեղված էր։ Հիմա էլ papan ա եկել դպրոց։ Դե այդքան մտածելու փոխարեն ավելի լավ է մի հատ զանգես։ Ալո, Բել, ո՞նց ես։ այսօր արդեն ավելի լավ, ապրես։ Բել, papat ինչի համար ա եկել դպրոց։ Պապան դպրոց ա եկել։ Ես չգիտեի։ Լուրջ։ Ընկեր Ստեփանյանի հետ էր խոսում, տեսա։ Ինչ էր խոսում։ Չգիտեմ, հերվից եմ տեսել, չեմ հասցրել լսել։ Բայց ես չգիտեի, որ ինքը գալու է դպրոց, չէր խոսում։ Երևի եկել ասի, որ մի քանի օր բացակայելու ես։ Չէ, ինչ մի քանի օր, ես արդեն վաղը պետքա գայի։ Դե երևի կգատուն կասի ինչ ա եղել։ Լավին ես, ապրես։ Հա, ինչ ասեց։ Ասաց, որ դերհակ չի։ Չգիտի։ Մամ, պապան ուր է։ Պապա, դու ինչ ես վեր կացել տեղերից հետ։ Ուր է գնացել պապան։ Գործերով գնացել է։ Մամ, դպրոց է գնացել։ Մամա, ինչի է գնացել դպրոց։ Դե որովհետև այդ մարդը անհանգիստ էր։ Հա, բայց ինչ ա եղել, որ անհանգստանա։ Դե ամբողջ օրը մի տեսակ ես, լաց ես լինում, հոգնած ես, մենք էլ անհանգստացանք, Սուրենն է մտածեց ու երդի հաստատ ստրեսից է։ Մամա, ախր ինչի իմ հետ չեք խոսացել, իմ հետ խոսայիք, հետո ինքը թող գնար, եթե ուզում էր գնալ։ Քո հետ խոսայինք, դու միշտ ասում ես ամեն ինչ կարգին է։ Հա, ես չէի խափի հաստատ։ Անցած դպրոցի պատմությունը մեզ հերիք է։ Մեզ լավ դաս եղավ։ Հիմա անցած դպրոցում կատարվածի հետևանքով ամբողջ կյանքում ինձ մեղավոր եմ զգալու։ Չէ, Բելա ջան, ես այդ նկատի չունեի։ Դու մեղավոր չես, ես չէի ուզում մտածեի, որ դու մեղավոր ես։ Հա, բայց հետևանքներն այնպիսին են, ասես ես մեղավոր էի։ Չէ, դու մեղավոր չես, մենք քեզ վստահում ենք, շատ ենք սիրում։ Ասիա ջան, ո՞նց ես։ Սկսվեց։ Ինչ է։ Դե սկզբից լուրջ դեմքով գալիս եք, հարցնում եք ոնց եմ։ Հետո նոր անցնում եք բուն թեմային։ Կուտես։ Մերսի։ Լսի դե ուղղակի մի բան է հետաքրքիր։ Ինչ։ Բելայի papan ինչի է դպրոցում։ Ես ինչ իմանամ։ Լավ էլի Ասիա, հաստատ գիտես։ Ինչու ես հարցնում, բան է եղել։ Չէ դե ուղղակի Ասիա դե լավ էլի ասա։ Դե չգիտեմ ես։ Մարթան եկավ Տոնոյանի հետ ինչ-որ բան խոսեցին, հետո գնաց այդ մարդու հետ խոսեց, հետո Աթոյանի հետ ինչ-որ բաներ խորհրդակցում, շատ խառնեմի խոսքով։ Էդ ինչ ա եղել, որ այդքան խառնա։
Չեմ հասցրել հետը խոսել։ Բա բացակայելու պատճառը չասեց։ Ասեց հիվանդ եմ, լավ չեմ զգում ինձ որ գամ։ Դու էլ ես չէ կարծում, որ անկապ պատճառաբանությունը։ Հակված եմ։ Դու չխառնվես մեզ։ Եղավ։ Ես վստահել եմ ձեզ ու ձեր դպրոցին։ Ես հավատացնում եմ, դպրոցն ամեն ինչ անում է, որ աշակերտի համար լավ լինի։ Բայց դուք հենց նոր ասեցիք, որ իմ երեխուն շարունակում են անհանգստացնել այդ տեսագրության պատճառով։ Ու իր ընկերները կասկածում են։ Դե դա անվերահսկելի է։ Մինչև մենք իսկապես չիմանանք, թե ով է ուղարկել այդ հոլովակը, Բելային շարունակելու են կասկածել։ Ու դուք դա նորմալ եք համարում։ Ես խոսել եմ Բելայի հետ։ Մի օր, երբ Բելան շատ հուզված ու նեղված էր, մենք երկար զրուցել ենք։ Ու վստահ եմ, նա ինձ հասկացել է ու վստահում է ինձ։ Եթե նորից նեղացնեն իրեն, հաստատ կպատմի ինձ։ Նեղված ու հուզված դպրոցի տարածքում, հա։ Դա ընդամենը 1 օր էր։ Դա 1 օր էր, որովհետև դուք 1 օր եք նկատել։ Իսկ եթե դա ամեն օր է եղել ու անընդհատ շարունակվել է։ Ախր ես տեսնում եմ, որ Բելան այստեղ ընկերներ ունի։ Միշտ շրջապատված է մարդկանցով ու մեկուսացած չի։ Ես էլ եմ դա տեսնում, բայց հակառակն էլ եմ տեսնում։ Ոնց է ինքը հոգնած գալիս տուն, հուզված, էմոցիոնալ խառը վիճակում, բարձրանում է իր սենյակ ու լացա լինում։ Հիմա էլ վատ առողջա ջերմություն ունի։ Ու ես վստահ եմ, որ դա մրցակցության ու վիրուսի հետևանք չի, հասկանում եք։ Լավ։ Ես նորից կխոսեմ Բելայի հետ։ Եթե տանը չի պատմել, գուցե ինձ պատմի։ Ես ոչ մի օր իմ աղջկան չեմ թողնի այս պայմաններում։ Եթե վտանգ կա, ես իմ երեխուն կհանեմ դպրոցից։ Չէ, ինչ վտանգ, ինչ եք ասում։ Սուրեն, իսկ Բելան ուզում է փոխել դպրոցը։ Ես դեռ չեմ խոսել, գիտեմ, որ կհամառի, բայց ես ավելի լավ գիտեմ իրան ինչն է լավը։ Ես հավատացնում եմ, որ նման դեպքերում աշակերտի համար տեղափոխությունը կրկնակի ստրես է։ Ախր դուք չգիտեք ինչերի միջով անցել իմ աղջիկը։ Ձեզանից ոչ ոք չգիտի։ Ես չեմ կարող թույլ տալ, որ այդ պատմությունը կրկնվի։ Հասկանում եք, ես իմ աղջկան կհանեմ։ Բելան ես դպրոցել, չի հաճախելու։ Բայց Սուրեն… Ցտեսություն ընկեր Ստեփանյան։ Բելա ջան, ախր ես չեմ ուզում, որ դու մտածես, որ մենք քեզ մեղադրում ենք։ Մամ, դուք ձեր հանգիստը կորցրել եք իմ պատճառով։ Չէ, մենք քեզ վստահում ենք։ Մենք խոսել ենք դրա մասին այդքան։ Մամ, բայց papan էլ չի վստահում։ Ու դու էլ չես վստահում։ Լավ, ծնողը իրավունք չունի գնա դպրոց, ուսուցչի հետ խոսա իր երեխայի մասին, հա։ Մամ, ես չեմ ուզում դպրոցում մտածեն, որ ես տանը խնդիր ունեմ։ Դպրոցում չմտածեմ, որ տանը խնդիր ունես, տանը չմտածեմ, որ դպրոցում խնդիր ունես։ Կարծում եմ ուզում ես բոլորը մտածեն, որ ամեն ինչ կարգին է։ Բայց այդպես չի, չէ։ Ինչ որ բաներ կան, որ ինձ անհանգստացնում են, բացի դրանից էլ դու առողջությունդ դժում է։ Այդպես ներս ես գցում, դրա համար էլ հիվանդանում ես։ Մամ, ես հիմա ուղղակի ուզում եմ ավարտեմ դպրոցը ու վերջո ամեն ինչ փոխեմ, բայց այստեղ իրոք ամեն ինչ այդքան վատ չի, ինչքան նախորդ դպրոցում էր։ Դու էլ ես դա տեսնում։ Հա, ես էլ եմ տեսնում, որ դու լավ ընկերներ ունես, որ քիչ նախորդ դպրոցի համեմատ լավ է ամեն ինչ, բայց ինչ որ հարցեր կան, որ ինձ մտահոգում են։ Հայրդ կգա դպրոցից, կասի, որ ամեն ինչ լավ է, ու ես ավելի հանգիստ կլինեմ։ Ընկեր Ստեփանյան։ Հա, Մելս, ինչու դասի չես։ Մի բան հարցնեմ էլի։ Լավ, ասա։ Բելայի papan ինչի էր եկել դպրոց։
Եկել էր, որովհետև տեսնում ա, որ Բելան տխուր ա ու ճնշված։ Բայց այդ տենց, հա։ Իսկ դու չես տեսնում։ Դե հա, երեք մի քիչ նեղված էր, բայց այդ պատճառ չէր էլի։ Իսկ ով ա տալիս այդ գնահատականը մեզ։ Դուք ինքներդ սահմաններ չունեք մեզ։ Ու գիտես, որ Բելան հիմա հիվանդ է, անկողնում պարկած ջերմություն ունի։ Ու իր հայրը ճիշտ է։ Դա սթրեսից է, հոգեվիճակից, ապրումներից։ Իրոք հիվանդ է։ Ես չկարողացա Բելայի հորը ոչ մի պատասխան տալ, որովհետև ամեն ինչ ճիշտ էր ասում։ Ու դա շատ ցավալի է։ Չէ, չնայած ավելի ցավալի է այն, որ Բելան էլ մեր դպրոց չի գա։ Ոնց չի գա։ Որոշել են փոխել Բելայի դպրոցը։ Ու ես կարծում եմ, որ էլ ոչինչ անել չենք կարող։ Լավ, Մելս, գնա դասիդ։ Ու դասընկերներիդ հետ լավ կլինի խոսես այս թեմայով։ Գնա։ Բելայի դեպքը փաստում է այն, որ մեր դպրոցում կա բուլինգ։ Տարեսկզբին Գևորգին հանեցին մեր դպրոցից, նույն դասարանից, նույն պատճառով։ Դե հա, նախորդ տարի Գևորգին օրոարև չէին տալիս, նա անգամ վախենում էր դպրոց գալ։ Այդ նրանից էր, որովհետև ֆիզիկական ակտիվությունը գցել էր 8-րդ պլան, տղեն պիտի իրան պաշտպանել իմանա։ Ես ուրիշ բանից էի վախենում, որ այդ երեխան չգժվի ու մի ուրիշ երեխու վնասվի։ Այդպիսի դեպքեր են լինում, ու դա հիմնականում գալիս է մանկավարժների անտարբերությունից։ Հա, լավ, մանկավարժը ինչ անի, 24 ժամ կողքները չենք լինելու։ Ասյա լայր տղնա, ես սխալ բան եմ ասում։ Գիտեք ինչ, դա նրանից է, որ մենք դարձել ենք աշակերտին հավասար։ Մտնում ես դասարան, ոտքի չեն կանգնում։ Ուսուցչի ներկայությամբ ոտքի կանգնելը ստորացուցիչ են համարում։ Ինքնուրույն որոշում են կայացնում, դասի կեսից դուրս են գալիս։ Հասկանում եք, մենք դարձել ենք իրենցից մեկը։ Ընկեր Աթոյան, իրականում դուք արդեն չափազանցնում եք։ Բոլորովին չեմ չափազանցնում, այնինչ կատարվում է ավագ դասարաններում, ես ուղղակի անզոր եմ ներկայացնել։ Կներեք, որոշացա։ Ասա, ինչ կա, ինչպես ավարտվեց Բելայի հոր հետի զրույցը։ Որոշել են Բելային հանել դպրոցից։ Խնդրեմ։ Բելային։ Բայց Բելան դասարանի ամենալավ աշակերտուհին է։ Հա, հետո նա անթերի տիրապետում էր առարկային, ափսոս։ Ահա։ Նաև դաստիարակված երեխա է։ Այ հենց նմաններն էլ դառնում են թիրախ։ Բելայի նմանները շատ քիչ են, այնինչ բոլորն այդպեսին պետք է լինեն։ Հա, լավ, տեղից ցած վարժությունը ընդհանրապես չէր կարողանում անել։ Տաքսի բե։ Դա է կարևոր։ Ասյա ջան, իմ առարկայում դա շատ կարևոր է։ Իրականում իրավիճակն ավելի սրվեց այն չարաբաստիկ տեսագրությունից հետո։ Ինչու՞։ Դե որովհետև դասընկերները Բելային էին կասկածում տեսագրությունն ուղարկելու համար, իսկ ընկեր Աթոյանը չհերքեց դա։ Ընկեր Աթոյան, Բելան որևէ կապ ունի այդ տեսագրության հետ։ Ոչ։ Իսկ ինչու ոչինչ չէ կարել իմանալով, որ դպրոցում այդպիսի իրավիճակ է։ Ամեն դեպքում հայրը հստակ որոշել է հանել դպրոցից։ Ու ես չգիտեմ մենք ինչ որ բան կկարողանանք անել, թե ոչ։ Սուրից կար։ Ինչ կար։ Հենքան որ ուսուցիչը տեղյակ չի ինչա կատարվում դպրոցում։ Ասում եմ, դե երեխաները ասում են, որ այդ ձայնագրությունը ձեր աղջիկն է ուղարկել։ Ես Բելայիդ խոսացի, ինքը ընկճված է, ինքը մեկուսացած է, ինքը իմ մոտ լաց եղավ։ Ես ինչ ես ասում, ոնց թե մեկուսացած է։ Վերջ, ես որոշել եմ, Բելայի դպրոցը փոխում ենք։ Ինչ։ Չէ, Բելա ջան, պապան մի քիչ շտապում է, մենք կխոսենք, կհասկանանք։ Ես չեմ շտապում, ես ուշացել եմ։ Դրանք արժանի չեն, որ իմ երեխան այդ դպրոցում սովորի։
Պապա, ես չեմ ուզում դպրոցս փոխել։ Ես մտածում եմ, այդ տեսագրության պատմությունը անց է գնացել է։ Հիմար կասկածն հայտնելու վերջ, բայց չէ, բանից պարզվում է, որ իրանք համոզված են, որ իմ աղջիկն է այդ տեսագրությունը ուղարկել ուսուցչին։ Պապա, իմ համար մեկ է իրանք ինչ են մտածում։ Ես այստեղ ընկերներ ունեմ ու չեմ ուզում մի երկուսի պատճառով իմ ընկերներից հրաժարվել։ Իսկ ես չեմ ուզում, որ դու նեղված գնաս գաս դպրոց այդ երկուսի պատճառով։ Չէ, ես չեմ փախնելու։ Չէ։ Պապա, ես չեմ ուզում փախնել, ես ոչ մի վատ բան չեմ արել, որ փախնեմ։ Չէ, բալես, դու ոչ մի վատ բան չես արել։ Մենք պապան ուրիշ բան էր ուզում ասելու։ Հա, հեշտ չի, բոլորը չեն Ժասի, Կարենի, Վարդանի նման, բայց քանի իրանք կան, ես չեմ ուզում փախնել։ Աղջիկ ջան, դա փախուս չի։ Դա խելամիտ հեռանալը, եթե քեզ լավ չես զգում։ Չկա տեղ, որտեղ ամեն ինչ լավ է։ Ես քեզ համար պատասխանատու եմ ու ես ասում եմ վերջ, դպրոցը փոխելու ենք։ Պապա, չէ։ Սուրեն, լավ, հետաձգենք այս խոսակցությունը։ Երեխեն ջերմում է։ Հետո կխոսանք։ Որոշումներ։ Ես արդեն որոշել եմ։ Բելա։ Հետո։ Ինչ հետո։ Սպասենք։ Սպասենք մինչև վիճակը առաջվա նման վատանա։ Որ երկրորդ անգամ տեղի ունենային, ինչը որ տեղի ունեցավ նախկին դպրոցում, մոռացել ես հա ամեն ինչ։ Մոռացել ես երեխես ոնց էր վախեցած, ճնշված։ Մոռացել ես ինչ վիճակի էր։ Ոնց հանեցինք այդ վիճակից։ Շատ զգույշ, կամաց։ Չէ, Սուրեն, չեմ մոռացել, դու ճիշտ ես, բայց սենց էլ չի կարելի, չէ։ Ինչ անենք։ Մտնենք տուն փոխվենք ու գնանք Բելային տեսնենք։ Հա, անպայման։ Սուզի երեք հաստատ ման չէր եղել, չէ՞։ Չէ, օքեյ էր ամեն ինչ, համ զանգել էի, համ մոռացել էի, տենց դասերով էի ընկել։ Մելսը քեզ էլ չասեց ուրա գնում։ Չի ասա։ Խափում ես, Դավո, դու հաստատ գիտես։ Սյուզի, կարանք խոսանք, միասին գնանք տուն։ Չէ, Շաքե, ես ուրիշ տեղ եմ գնում։ Լավ էլի, Սյուզի։ Շաքե երեխեքի հետ ուրիշ տեղ եմ գնում։ Ինչքան ես սենց նեղացած մնալու։ Շաքեից ինչ ես նեղացած։ Կարևոր չի Կարեն, արի գնանք էլի։ Դուք գիտեք։ Գողափար չունեմ։ Երևի նույն շորիկից են արել, նեղվել են։ Լսի, դու ինչքան սահմանափակ պատկերացումներ ունես աղջիկների մասին։ Ոնց կարելի մարդ այդքան կարդացած լինի, բայց այդքան քառակուսի մտածի։ Դե քառակուսին էլա տարբերակ, ինչ անենք։ Այ քեզ բան։ Ես Բելայի մոտ եմ եկել։ Իմացա, որ վատառող ջան։ Հա, լավ չի զգում իրան։ Կարամ տեսնեմ իրեն։ Չէ տղա ջան։ Չես կարա։ Բելան պիտի կազդուրվի։ Պետք չի անհանգստացնել, խոսեցնել։ Ու ընդհանրապես ես Բելայի դպրոցը փոխելու եմ։ Ոնց փոխելու եք։ Ինչի։ Դու ինձնից ավելի լավ կիմանաս, թե ինչի։ Չէ, բայց մի րոպե Բելան չի կարա դպրոցը փոխի։ Պատճառը ո՞րն է։ Պատճառը քո բարի դասընկերներն են։ Իմ աղջիկը լավ միջավայրի արժանի։ Թողեք խոսեմ էլի հետը մի 10 րոպեով։ Չէ տղա ջան։ Հերիքա ինչքան եկա գնացիք, քիչ փչացիք։ Հերիքա։ Գնա։ Հաջողություն։ Հաջողություն տղա ջան։ Այս աղջիկա հեռախոսը ինչի համար է։
որ իմ կյանքն ես դդվածին ես Հիմա կոնա ինձ ամուսիր Թրջե հենց կեզ հետ քո կողքի Ես իլուհ իմ մեջ ապրող պոետ Դու ով կյանոս ես ընդամենը կետ Ես ընդամենը մեկը ով չի բռնել էլ ղեկը Ով նկարում է իր կինոն ու չի է սեղմել ռեկը Ես իլուհ կուզեի ապրել քեզ հետ Կուզեի մեջ լիներ հարմարավետ Որ չմրսեր միջիս պոետը Չվարակեր քեզ էլ հետը Աչքերս վերցրու քեզ Տեսեն ինչ տեսնում եմ ես Տես իմ կյանքը Բայց աչքերդ չպատես Աչքերս վերցրու քեզ Սկայն ինձ զգում եմ ես Տես իմ կյանքը Տես բոլորին ու տես քեզ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է Ամեն բան լուր է լռությունն էլ գոռում է Երբ ուզում եմ խաղաղվել պատերազմում եմ Երբ ուզում եմ մտածել ես երազում եմ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է Մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է Մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեկ Այսօր ազատ եմ, արի հանդիպենք Աչքերս վերցրու քեզ Տեսեն ինչ տեսնում եմ ես Տես իմ կյանքը, բայց աչքերդ չփակես Աչքերս վերցրու քեզ Սկայն ինձ զգում եմ ես Տես իմ կյանքը Տես բոլորին ու տես քեզ Հիմա դու իմացիր Որ իմ կյանքն ես դդվածին ես Հիմա կոնա ինձ ամուսիր Don't you run away Don't run away from me Fill my empty night Revitalize my heart Don't you run away Don't run away today